Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արդեն իր հոգում վստահ է, որ Նիկոլի ամբողջ գործունեությունը ուղղված է հայ ազգի ոչնչացմանը եւ Հայաստանին պարզապես կուտեղի վրա Թուրքիային մատուցմանը։ Ինքը այստեղ գործում է որպես Թուրքիայի դեսպան եւ իրականացնում է ամբողջությամբ նրանց շահերը։ Եթե 100 տարի առաջ Թուրքիան որոշեց ֆիզիկապես բնաջնջել հայերին եւ դա նրան չհաջողվեց, որովհետեւ մենք այսինքն հաջողվեց որոշ չափով չհաջողվեց ազգը վերացնել, ապա հիմա նա էլ ավելի հմուտ միջոց գործադրելով այստեղ է ուղարկել մեկին, ով ոչնչացնում է մեր ազգային արժեքները, մեր կրթությունը, մեր պատմությունը կտրում է մեզ ամբողջ արմատներից եւ վերջապես հարվածում է մեր սուրբ հայ առաքելական եկեղեցուն վերջնականապես կործանելով հայ ազգը։ Եվ ես ուզում եմ հարցնել, ինչպես ենք մենք լռում։ Նա նվաստացնում եւ ստորացնում է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչին, ձեր ծնողներին, ձեր զավակներին, ձեր քույր եղբայրներին։ Գիտեք 100 տարի առաջ, երբ մեր զորավարները, Անդրանիկը, Չաուշը եւ այլն նրանք պայքարում էին, սոված լինելով նրանք հավաքում էին դրամներ, տալիս էին քրդերին, որպեսզի քրդերը գտնեն որփուկներին ցեղասպանությունից մազապուրս, հավաքում էին իրենց փեշի տակ եւ կրթում էին նրանց, փոխանցում մեր հավատքը, մեր արժեքները, ազգային ոգին, որպեսզի հայ ազգը վերընձյուղվի վերջապես։ Իսկ այսօր դուք ունենալով ձեր ընտանիքներում ձեր երեխաներին ինչպես եք թողնում, որ իրենց ապագան կործանվի վերջնականապես։ Ինչպես դուր չեք գալիս փողոց եւ պայքարում նրանց ապագայի համար։ Բոլորը մտածում են, որ կգնան այլ երկիր, բայց այլ երկրում ոչ ոք չի կարող լինել երջանիկ, որովհետև մեր արմատները այստեղ են, իսկ եթե ծառից իր արմատները կտրում են, այն միանշանակ չորանում է։ Հիմա ուզում է դեսպանը մտնելներ, դժողքի դեսպանին։ Դժողքի դեսպանին թույլ չտվեցին, բայց դժողքի դեսպանը իրականում սա սիմվոլիկ է։ Դեսպան կխնդրենք այստեղ շուտ գալ։ Իրականում դժողքի դեսպանը պարզ է, որ առանց մարմնավորման էներգետիկ էակ է եւ նա իհարկե կներթափանցի եւ գուցե արդեն ներթափանցել է այնտեղ, որտեղ պետք է ներթափանցել։ Պարզապես սա սիմվոլիկ է, որպեսզի գուցե ներկայացուցիչները Թուրքիայի նաև տեսնեն ու հասկանան, որ ժամանակն է խոստովանելու, ապաշխարելու, իր բոլոր մեղքերի մասին հանրությանը ներկայացնելու եւ վերջապես դատվելու օրենքի ողջ ուժով։